Ինչա։ Արա կամա, Պապա։ արա հեսա խոսով ես մենք խփեն իրար։ Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը եւ մենք ազատազենում ենք։ Այսօր անցկացվում է դիպուկների մրցույթի եզրափակիչ օրը, որտեղ մասնակցում են 24 մասնակիցներ, անցկացվելու է 4 փուլ եւ վերջում եզրափակիչ փուլ ու բարձեն ովքեր են այդ 3 դիպուկները։ Արդ, մի քիչ հանգստացի էլի, կամաց մի քիչ։ Լավ, հա։ Մեկին վերը սկսում ենք մանավանդ մասնակիցները, մանավանդ առաջի համարի մասնակիցները Այժմ կզրուցենք մրցավարական խմբի անդամ Գևորգի հետ։ Գևորգ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կխնդրեմ պատմեք մրցույթի մասին։ Դե ոնց հասկացել եք, արդեն ունենք այսօր ճշգրիտ հրաձգություն մրցույթը, ճիշտ դիպուկների մրցույթը, որտեղ մրցում են հիմնականում բավականին հետաքրքիր զենքեր, այսպես ասած երկայնական փակահակով, հա, կամ bolt action զենքերը։ Դե առջևում դեռ ունենք 2 փուլ եւ եզրափակիչ։ Հիմա փոքրիկ ընդմիջում են կարևոր մասնակիցները հանգստանան, պատրաստվեն։ Այս բանը այդքան է։ Եզրափակիչ փուլը, եզրափակիչ չէ, նախընտրական փուլը ոնց կգնահատեք։ Այսինքն որը 3 է անցկացվում։ Նախընտրական փուլը արդյունքները էլի շատ գոհացնող էր, նույնիսկ արդյունքներ ունենք, որ ստիպված էինք լինում մի քանի անգամ տեսախցիկով, քանի որ ունենք տեսախցիկով ձայնագրություն, ստուգել մի քանի անգամ, որովհետև կրակոցները բավականին թղթի վրա հա իրար մոտիկ էին ու ստիպված էինք լինում մի քանի տարբերակով ստուգել։ Գեորգ ջան, իսկ նախորդ տարիների համեմատ մասնակիցների թիվը շատանում է, թե թիվը մնում է նույնը, ավելի ոնց որ որակային աճ է լինում, ոնց է այս։ Ուրեմն, եթե համեմատենք անցած տարվան, Ազատազեն քաղաքացիական հրաձգան, քանի որ անցած տարի է արել նմանատիպ մրցույթ, եւ տարբերությունը ինչումն էր, անցած տարի մենք ունեցել ենք բոլոր տեսակի զենքերը, կիսաավտոմատ եւ ինչպես նշեցի, այս տեսակները, այս տարի առանձնացրել ենք, դրա համար թվային տարբերությունը այս բանին լիարժեք գնահատել չենք կարողանա, մյուս տարի արդեն որ նմանատիպ մրցում ենք, կարողանանք այդ տարբերությունը տեսնել։ Սակայն անցած տարվա մրցույթի համեմատ տեսնում ենք բավականին լավ արդյունք, ինչը որ խոսում է մասնակիցները իրենց վրա շատ են աշխատում։ Իրենք իրենց վրա շատ են աշխատել ու այս տարվա շեմերը, փուլերի մեջի շեմերը բավականին բարձր են նախորդ տարվան համեմատ։ Շնորհակալություն, իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էինք մրցավարական խմբի անդամ Գևորգի հետ։ Արդ, այդ ինչ ես նայում։ Էս ուղղակի էս բանը նայում էլի, տես նայում եմ ինչ կա չկա այն վերևները էլի։ Իսկ ինչ է երևում։ Մենակ ինչ որ բան մի հատ 5 թվով ուղղանկյուն, մեկ էլ գետնին փռած ինչ որ 6 թվով ուղղանկյուն, 5-ի տակ մի հատ բլուր ու ուղղանկյուն, հետո էլ ինչ որ անհասկանալի նախշեր, 6-ի կողքն էլ նույնը։ Շատ հստակ ինֆո տվիր, հələ նայեմ, հələ մի պես էլ նայեմ։ Անջամ կարա սենց նայեմ, հələ։ Հա, էլի, ճիշտ է։ Ասում էի, չէ։ Շատ ճիշտ էիր ասում։ Իսկ ես դուր է գալիս ես մրցույթում։ Հա, շատ է դուր գալի։ Ամենաշատ ինչը դուր եկավ։ Այն որ մրցակիցները բան էին անում, կրակում էին։ Ճիշտ է, ձենը վրես ազդում էր, բայց դե մի կերպ համբերեցի։ Այ
Այժմ ընդմիջում է, մասնակիցները հանգստանում են եւ լիցքավորվում էներգիայով։ Նույնը կանենք մենք, լիցքավորվելով մեր գլխավոր հովանավոր Lite Energy-ի զովացուցիչ ըմպելիքներով։ Lite Energy, էներգիա առանց սահմանների։ Բայց այս երրորդ փուլի հետ կապ ունի, այդպես փորձում եք, թե զայնցիրս ինչ-որ բան։ Չէ, երրորդ փուլն է սա։ Հա, անհարմար դիրքից հրաձգություն։ Այստեղից հա տարբեր հեռավորություններ 400, 500, 600։ Ինչ անենք, մարդիկ լարված են, պատրաստում են մրցույթին, մենք էլ գնում ասում ենք կլինի բան հարցնենք, ասում են չէ, շեղվում ենք, կրակելու ենք կպնի պատերին։ Պետք է հասկանալ ու քաջալերել, օգնել, որովհետև դիպուկ հրաձգությունը բավական բարդ ու լարված պատասխանատու գործ է։ Ու մենք ընդհանրապես լարված չենք, որովհետև վստահ ենք մեր տեխնիկական ապահովության վրա։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Garmin ընտանիքին։ Ուրեմն թիրախները նայում ենք 4 թիվն մեկ, չէ՞ բոլորը։ 4 թվից աջ օրանժևի գոնգա, այն կապուտների մեջ։ Այս փուլի բոլոր գոնգերը օրանժևի են։ Նայեք 500-ը, 500-ից աջ էլի օրանժևի գոնգա։ Այժմ կփորձենք ինտերվյու վերցնել այստեղ եկած մեզ անծանոթ հյուրերից։ Տեսնենք ով կա։ Օ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք առաջին անգամ եք Ազատազենում։ Այո, առաջին անգամ եմ եկել։ Ձեր տպավորությունները։ Շատ հետաքրքիր լավ տեղ է ու շատ հետաքրքիր էներգետիկա կա այստեղ, հայրենասիրական, գաղափարական, ինձ շատ է դուր գալիս այստեղ։ Իսկ մրցույթի մասին ինչ կարծիք կհայտնեք, ոնց է անցնում կամ նման մրցույթ տեսել եք թե ոչ։ Չէ, իմ կյանքում սենց բան առաջի անգամ տեսնում լիքը մարդ, որ մի գաղափարով սենց վարակված կրակում են, շատ հավես է։ Իսկ դուք ուզում եք զենք ունենալ, ձեռք բերել, դառնալ այս ամեն ինչի մի մասը։ Մինչև այսօր ընդհանրապես չէի ուզում, բայց հիմա շատ կուզեմ ես էլ մի անգամ փորձեմ ու հասկանամ, կուզեմ էլի կրակեմ, թե չէ։ Կնեք, իսկ այստեղ մենակ եք եկել։ Այո, մենակ եմ եկել այս անգամ։ Մամ, գնացինք բան եմ ցույց տալիս քեզ։ Տղա ջան, մի քիչ համբերեի, դե արի հիմա իսկականից անծանոթ հյուր գտի։ Լավ։ Ազատազեն գալիս շատ հարմար է լիցքավորվել Գալֆի լցակայանում, որը գտնվում է Էրեբունի 15 կոտորակ 2 հասցեում։ Այնտեղ դուք կգտնեք որակյալ բենզին եւ հեղուկ գազ։ Շնորհակալություն ենք հայտնում Գալֆին մեր հովանավորը լինելու համար։ Բայց ինքը վայելում է մանկությունը։ Շուրերի խույծանոթացել է, հողից կավ են հանում, քսում իրար վրա, բուժիչ վաննա է։ Ես էլ կուզեի սենց անհոգ լինի, մեկ էլ մտածում եմ եսա փորելու են, ես ավտոն շուրտան։ Բայց, եթե ուզում եք ձեր մեքենան շուրջ չգա, լինի որակյալ տյունինգով, ապա դիմում եք TTH-ին։ Մեր գործընկերն է TTH-ը, որը կարող է ձեզ օգնել ճիշտ տյունինգ անել ձեր մեքենան եւ դա անել եւ արտաքինից եւ այսպես ասած ներքին մասերով։ Այժմ կզրուցենք այսօրվա դիպուկների մրցույթի մասնակից Հայկ Նավասարդյանի հետ։ Հայկ ջան, բարև ձեզ։ Ձեր տպավորությունները առաջի երկու փուլից հետո։ Տպավորությունները շատ լավ են։ Եթե նկատեցիք, ես մասնակցում եմ Tiger տեսակի 76254 զինանքով։ Մրցակիցներս շատ ավելի ուժեղ են եւ մարզված են եւ լավ զենքերով։ Մեծ հաճույքով մասնակցում եմ նրանց հետ մրցակցում եմ։ Առաջին երկու փուլը անցել են լավ։ Ձեր արդյունքներից գոհ եք, թե կարող եք ավելի լավը ձեզ
Իմ արդյունքները ավելի վատ են, քան պարապմունքների ժամանակ էին։ Առաջին փուլում ցավոք սրտի միավորներ չեմ հավաքել։ Ընդհանուր առմամբ դժգոհ եմ իմ արդյունքներից։ Իսկ երեք ոնց որ նախընտրական փուլն ա եղել, քանի հոգուց ոնց որ դուք անցաք։ Նախընտրական փուլն էլ անցել եմ վերջին տեղով։ Ամենաճիշտ մարդուն եք ընտրել։ Բայց քանի մասնակից ա եղել։ 25 մասնակից ա եղել, որից 24-ը պետք է անցներ։ Այսինքն մի հոգի պետք է չանցներ։ Այո, եթե մի հոգի կարելի է, ես շատ հեշտ եմ։ Իսկ առաջի փուլում որ միավոր չեք վաստակել, պատճառը ինչն էր։ Վաստակել եմ, ուղղակի քիչ եմ վաստակել, ավելի վատ, այստեղի առաջին փուլում։ Այստեղի։ Կարծում եմ պատճառը այն էր, որ այդ փուլը կոնկրետ չէի պարապել, 300 մետրի վրա պետքա խոցեինք թիրախ միավորներով։ Ես մարզվել էի գոնգի վրա, փոքր գոնգի, որը մի քիչ մեծ էր այդ ընդհանուր։ Ու թիրախները ոնց որ գծանշված չեն եղել։ Թե եղել են։ Եղել են, այդ կլորները եղել են, եթե դրա մասին է խոսքը։ Դրա վրա շատ ուշադրություն չի դարձել, գոնգի վրա էի պատրաստել ու ինձ թվում է այսօրվա լարվածությունն էլ դեր ունեցավ, որովհետև գոնե մի քանի հատ պետքա կպնեի, մի քանի միավոր հաստատ հավաքելու էլի։ Իսկ դիպուկների մրցույթին առաջին անգամ եք մասնակցում։ Անցած տարի եմ մասնակցել։ Անցած տարի լրիվ իմ զենքը նոր էր, նախընտրական փուլը չեմ անցել, իսկ այս տարի եղել է նաև SVD եւ Tiger զինատեսակների մրցույթ, որտեղ զբաղեցրել եմ 3-րդ տեղը։ Շնորհավորանքներ։ Դե ինձ սպասենք հետագա փուլերին։ Հաղթանակ ենք մաղթում բնականաբար։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում ենք այսօրվա դիպուկների մրցույթի մասնակից Հայկ Նավասարդյանի հետ։ Մոդուլա պետք, տենց եմ ասել։ Դե որ ասել եմ, ուրեմն ասեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման հովանավոր Նակոյլ ընկերության իր մոդուլ ապրանքանիշով, որի խանութ սրահներում դուք կգտնեք յուղեր ցանկացած տեսակի տեխնիկայի համար եւ այդ ամեն ինչի հետ մեկտեղ դուք կարող եք QR սկանավորելով իմանալ ով, երբ եւ որտեղից է այդ յուղը ներկրել։ Իշխան ջան, կպատմենք այս սուրվա մրցանակների մասին։ Այս տարի եւս մեր երկրի խանութներից որոշները մեր կողքին են կանգնել։ Երրորդ մրցանակը Safari Arms-ն է տվել, ում հետ մենք վաղուց համագործակցում ենք, ինքը անցած տարի էլ է մեզ մրցանակ տվել մրցումներին Weber տեսակի 5 քառինգ ինքնաձիգ է, հեսա։ Ինքը բան է, ավելի հուսալի է, ավելի դիմացկուն է, քան Saigon ու մի քիչ թանկ է։ Բայց ինքը դիպուկների դասին չի պատկանում, չէ՞։ Դիպուկները արդեն դիպուկ զենքեր ունեն, էլի հիմնականում։ Կից կունենան Weber։ Երկրորդ հորիզոնականը ոնց որ առաջացել է խանութ, որը մեր ՀԿ-ին է պատկանում, թվանքը, ազատազենի ռազմախանութը, ու եթե մենք մեզ թույլ ենք տալի մյուս խանութներից խնդրենք հովանավորել մեր մրցումները, մենք արդեն խանութ ունենք, մենք է պետք է հովանավորենք։ Հեսա Tiger տեսակի 620 մմ-անոց տարբերակը, որը Մարքսմանի հրացան է, շատերը սա նախընտրում են ունենան, որ այս զենքով եւ թե մարտական գործողությունները լինի, միանան այդ ամեն ինչ։ Իսկ ձեր խանութը գտնվում է հենց Ազատազենում։ Մեր խանութը հիմա Ավանում է, բայց Ազատազենում կբացվի շատ շուտով, որ տեղում ամեն ինչ լինի, էլի։ Մենք ձգտում ենք, որ մարդու զինվելու համար ամեն ինչ տեղում լինի։ Միակ խնդիրը բանն է, նարկո ու փսիխո հələ չենք կարող բացենք ստեղ, բայց կաշխատենք այդ ուղղությամբ։ Առաջի տեղը։ Ու այս բանը Հայաստանում եղած լավագույն 22 LR դրամաչափի զենքերից մեկն է, այս շատ հարմար է մարզվելու համար հենց դիպուկների, ոնց որ իր փամփուշտ էժան է, կարելի է շատ մարզվել, երեխաներին կարելի է մարզել, MDT շասիով լավագույն տարբերակն է, այս տարի մեզ միացել է ասպարը ու միանգամից առաջի հորիզոնականի նվերն է որոշել է։ Սրա համար ավելի կատաղի եմ պայքարում, քան թե եթե ուրիշ զենք լիներ։ Սենց ասեմ, ես եք ուզել հաղթեի շատ։ Իսկ այստեղ ինչ ընկերություններ են, ինչ ՀԿ-ներ են ներկայացված։ Մենակ ՀԿ-ներ չեն, բոլորը ում հետ ոնց որ առողջ ձեռսեղմում ենք ունեցել, աջակցել են մեզ, ինչ որ պրոյեկտներ են կարել, բոլորը ստեղ ներկայացված են անցած տարվա հովանավորներից, մեզ գործընկեր կառույցներից։ Դուք գիտեք, Ազատազենը ունի միսիա զենքի մշակույթը Հայաստանում տարածելու, ու ով այդ գաղափարը կիսում է, ով ուզում է, որ զինված մարզվելը, ուժեղանալը Հայաստանում տենց սովորական նորմալ բան լինի, գալի մեր կողքը կանգնում է, կա օրինակ, որ ասենք մի ամբողջ լինիա լույս է քաշե, կա օրինակ, որ մի հատ ընտիր պայուսա կա տվել, կա օրինակ անցած տարվա զենքերից, կա մեր
Instigate ընկերությունների խումբը, ով բազում ձևերով օգնել է վերջացած կամավորներով, ովքեր այստեղ են իրանց սաներից են, ոնց որ բազմապիսի է, էլի, ես բոլորը մեր գաղափարները այս կամ այնպես կիսող ընկերություններ են, եթե կա ընկերություն, որ նեղվում է, որ այստեղ չկա, Կա, ես մեկը գիտեմ։ Չի նեղվում, մենք բայց ձեզ կզանգենք։ Всё, մենք PDF-ով ինչով ենք ուղարկելու ֆայլը։ JPEG-ով։ Մենք ուղարկենք առանց սահմանը այստեղ։ Իսկականից առանց սահմանը պետք է օֆիցիալ ներողություն եմ խնդրում, որ առանց սահմանը չկա, որովհետև առանց սահմանի ողջ անձնակազմը անձնվիրաբար աջակցել է Ազատազենին բոլոր մրցումները նկարահանելու հարցում, ու մենք դա խորը գնահատում ենք, բայց միամտաբար իրենց լոգոն չէինք դրել։ Ես խոստանում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ ամենը կատարել, կներեք։ Անչափ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ լուսաբանում եք, այս դարում եթե չես պատմե, չես արե տարբերակն է, մենք հատուկ այս ամեն ինչը պատմում ենք, որ այս հաղորդումը մտի մի հատ հայի տուն ու իր հոգու մեջ կրակ վառի, զինի իրան։ Սենց ասեմ, այսօր մեր տուն երկու զենքով ուզում եմ մտնի։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք կազմակերպիչ իշխանի հետ, համես ներկայացնեմ։ Կազմակերպիչի հոդվածը 2 տարի ավել արվում, գիտես չէ։ Այս ուրախ նոտայի վրա մենք շարունակենք։ Ու նաև բաժանորդագրվում ենք մեզ Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում։ Ես էլ ասեմ, էլի այդ կարևոր է։ Որ եթե ջանքը գնահատում եք, պարտադիր է այդ բաժանորդագրվելը, որ մենք մեզ երջանիկ զգանք։ Մենք բարբերաբար հետևում ենք YouTube Analytics-ին, չգիտեմ, դուք հետևում եք թե չէ, ես միշտ պստոյի պես հետևում եմ, Չէ, էլի։ ես միշտ հետևում եմ։ Ասենք, որ ամոթ չլինի, ինքս ինձ կլայքեմ, ինքս մեզ էլի, ու որ մի հատ է ավելանա ուրախանալ։ Մեր դիտումները կարևոր է գործի տարածման համար, որ մենք մեզ զգանք գնահատված, ավելի ջիգարով կպնենք այս գործին։ Առանց հետո բավականին հեշտ չի այս ամենը այսօրվա Հայաստանում տարածելը։ Եթե ձեզ իրոք դուր է գալի, ոգևորեք, առանց սահմանի էջին եք, արագ Ազատազենի էջի աչքով նայեք։ Էջերին դնում ենք լայքը, կիսվում ենք, սեղմում ենք զանգակը ու տեղեկացված ենք լինում։ Մերսի, ստեսին ձեզ։ Всё, այդ չեմ խանգարում։ Ճշգրիտ հրաձգության մասնակիցներից շատերը կրում են ճշգրիտ տեխնիկա օգտագործելով Garmin։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Garmin ընտանիքին մեզ աջակցելու համար։ Դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, մենք այսօր պատրաստել էինք այսքանը։ Պապ, ով հաղթեց։ Շատ լավ հարց էր։ Եթե ուզում եք իմանալ ով հաղթեց, ապա բաժանորդագրվում եք Ազատազենի Facebook-յան, YouTube-յան եւ Instagram-յան էջերին ու տեղեկացված եք լինում, թե ով հաղթեց։ Ապրես։ Ձեզ հետ էր Դավիթ Ռակուրսը, մենք ձեզ ասում ենք Շնորհակալություն։ միշտ հանդիպում։ Այո։ Գնացինք, արի։ Գնացինք։ Արի, թողա պոնչիկ ուտես։ Հա։ Պոնչիկ ուտես։ Կուտեմ։